Կերապատիվ հայրեր, մեծահար բարոն տնօրեն, հարգարժան հյուրեր, հարգելի ուսուցիչ ուսուցչուհիներ, սիրելի դասընկերներ, հայոց ցեղասպանությունը կամ եղերնը լոկ պատմական իրողությունը չէ, անիկա գանտիսանա մեր տարավոր պատմության ամենին արյունալի էջերեն մեկը, որ միշտ վար պիտի մնա մեր իշխողության մեջ։ 19-րդ տարու երկրորդ կեսին ազգային զարթոնք ապրած հայ ժողովուրդը երբ հաստատ քայլերով կառաջանալ իր ազատագրական պայքարի դժվար ուղին իր ազգային հավաքականությունը պահելու եւ անկախ հայրենիք ստեղծելու նպատակով 1915-ին գենթարկվեց ցեղասպանության։ Համաշխարհային առաջին պատերազմին Օսմանցի թուրքը ժամանակը հասած կնկատեր հայկական հարցի ուզած ցեղով լուծելու։ Անոր տարավոր երազներ համատուրական միադար կայսրություն հիմնել եւ այս երազը իրականացնելու համար պետք էր պլանչնչել այդ միադարությունը խախտող հայերը։ Ուրեմն պետք էր փորձադրել հայոց ցեղասպանությունը ապավինած պատերազմի ընծրած արիտեն անշնորհ բահել իր գործած ոճիրը։ Թուրքը իր գործած ոճիրով դեր ցնցեց հայ ժողովուրդը դեղահան արավ ու չարտեց անոր կարևոր մեկ մասը ավերեց արևմտա Հայաստանի քաղաքներն ու գյուղերը ոչնչացուց պատմական եւ մշակութային մեծ արժեք ներկայացնող հայկական գոտորները, բայց սախողեցավ, որովհետեւ չգրծավ բնաչնչել հայացքը։ Քանի մտարի է ան պիտի գերդեր գարջադებ կյանք ունեցող անկախ հայրենիք եւ ապա հզոր սպիրտ, որ ճահագիրը պիտի դառնա հայտարարի հետապնդումի աշխատանքներում։ Արդեն ավելի քան 100 տարիներ անցած են հայոց ցեղասպանութենեն։ Ամեն տարի ապրիլ 24-ին բահանջաբեր հայ ժողովուրդը աշխարհի տարածքին ոգեգոչե եղելի նահատակներուն հիշադակը եւ ուկա Թուրքին հիշեցնելու, որ ան չհասավ իր նպատակին։ Մեր այսօրվան հավաքը որպես սպյուրքի հայկական վարժարանի աշակերտներու կողմեն կազմակերպված ցերնակ նույնպես կապացուցե Թուրքին ցախողությունը։ Այսօր Հայաստանը դարձյալ անկախ է, բայց հայտարարը դակավին չեկդած իր արտար լուծումը։ Ցեղասպան Թուրքը դակավին գուրանա իր գործած ոճիրը, պատմական մեր դարածները գմնա իր գոմեն բռնակրաված եւ դարբեր արիքներով ու ցևերով գշարունակի իր հալած քաղաքականությունը։ Անկախ Հայաստանի իրավիճակը արտակարգի հետսերետապ ստացող երևույթը երկրի տնտեսական ցաներ պայմանները գանտիսանան նաեւ մեր ամենօրյա մտահոգությունները։ Նույն կամնդահոգիչ է նաեւ անկախ Արցախի գացությունը։ Մեր միշտ թշնամիին ազերին գոմե հաջախագի սինատատարի խախտումը ոդոցկությունները գխատարեն թե Հայաստանի ու թե Արցախի անվտանգությունը ու դերվույն հայ բնակության ապահովությունը։ Մենք հավաքված չենք ոսկալու մեր նահատակները, որովհետև սկալու հանգրվանը մեզի համար շատոնց արդեն վերջ կդած է։ Հավաքված ենք վերանորոգելու մեր ուխտը, մնալ հավատարիմ եւ բանջադեր մեր իրավունքներում, համացայն մեր նահատակներու արյամբ իսկ ընկված գդագին։ Վերջապես, մեր դեմ զարացած մարտահրավերները դիմակայելու համար բardավոր ենք համախմբվել մեր ազգային նպատակներուն շուրջ։ Գարչած մնալ մեր արմատներում, դեր ունեցուկ կանգնել մեր արդար տարին ու հայրենիքին, մինչև հասնենք մեր կերակրի նպատակին, ազատ, անկախ ու միացյալ Հայաստանին։ Այսօրվան հայտագիրը պիտի ընտրվի հետևյալ ձևով։ Ասմունք Սիամանտոյի նշանավոր գործերեն բարը Էլի Տորանյանի կողմէ, անոր գնգերանա Սրինքի վրա Գաստիա Լևոնյան։ Ապա բարոն Վարդան Տաշյան պիտի մեկնաբանեց Սորի միրոֆիլմը իր 3 բաժիններով։
Արցունքներս իրեն գաբույտ աչքերում մեջ հեղտելով մոխրատաշտիմը վրա ուր հայ կյանքը տերգմերներ այսպես պատմեց մեր սարսափին ագանադես գերմանուհին այս անպատմերի պատմությունը որ ցեզ գնեմ ես իմ անքուտ աչքերովս այս մարդկային իմ անվտանգ տնագիս կեհենաթիր լուսամուդեն ագրաներս կրճտելով ու զայրուր տեսար հուրելի այս աչքերովս անքթորեմ մարդկային ես տեսա մոխրագույդի վերացված պարտես քաղաքի մեջներ տիակները տիսված էին մինչև գադարը ծարերուն և չուրեր են, աղբյուրներ են, արուներ են և ճամփ են ծերարունին գարգաչունն ու պոստացայն աղվասինք իր վերեժեն որսիս կխոսի ով չիսոսկանք երբ անպատմերի պատմությունս ծեզի պատմեմ թող մարդերը հասկնան մարդու ոչինը մարդու թեմ երկու օրվան արևինտակ կերեսմանին ճամփուն վրա մարդուն չարիքը մարդուն թեմ թող աշխարհիս բոլոր սրտերն իմանան այդ մահաշուկ արավոտը գիրագի է տիակներում վրա ծագող թեր առաջին և անօգուտ գիրագին երբ սենյակիս մեջը իրիգունեն մինչև արշալույս թաշունը հարաղ չգանմը հոգևարքին վրա ծրած արցունքներովս անոր մահ կտրչեի հանգարցերվեն սև խուժան անաստական կսանացնեն իրենց հետ մորեք նորեն մդրագելով շվայդության երկերով այքիմը մեջ կանգնեցան ես կիսավել խերջ աղջիկն իր խշճակին վրա լքած թշոխայած պատուհանիս մադշկամին մոտեցավ վարդեսին մեծ սև խուժանն անտարվեցավ վայրենի մահարստերուն պետք է բարեք որոտած պետք է բարեք երբ մեր կմպուկը հնչեն և մտրակներն սկսան մահագարոտ հայգիներուն մարմիններուն վրա գադաղությամբ մշարաչել կսանաստեն ցերքի իրեն շուրջ պարն սկսան աչումներն իրենց արցունքը բերքերում ես կհոսեր ես որ չապ նախանցեցա իմ տրացի վիրավորիս որով հետև լսեցի որ հրընքյունով մահանթարդ դիզերքն անիցել են խերջ հայուհին կեղատեմ իր դադրագի շուշանահոգուն թևի աստղերը թև դվավ ունայնորեն գրուպներս ամբողին թեմ շարժեցի պետք է բարեք գորանան խուժան մորեքին մինչև ձեր մահը պետք է բարեք թուքան հավակ կեղեցիկներ ստրուկներ եք պետք է բարեք մեր շպտելով և անդրդունչ հոգնությունը ձեզ համար չէ ոչ անամոտը ձեզ համար մեր աչքերը ծարավի են ձեր ցեներուն և ձեր մահվան կսանաստեն շրամով կեդինին գամ բարդասած ոտքի ելեք կորացին մեկ սուրերնին մոցերում ու մեր շարժելով հետո մեկը սապորողմը կարյուվ բերավ ուժանին ով մարդկային արդարություն թող ես տկնեմ կուճակտիտ կսանարսներ շտամով այդ հեղուգով նոզեցին պետք է բարեք որոտած ահավասիկ ձեզի պուրմուկմը որ առապյան իսկ չունի հետո չահովմը բրգծուցին մեր մարմինները հարսներուն և ացխացած դիակները բարին մեջ են դեպի մահը կնորեցան սարհուրանք ես պատուհանիս բելգերը փոթորիգիմը մեզ պագելով իմ մենավոր մերյալիս մոդենանով հարցուցի ինչպես որ են այս աչքերս ինչպես որ են